Մուլտիպլիկացիոն ողջունները ձեզ իմ փոքրիկ բարեկամներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը, մուլտ աշխարհի բոլոր հերոսները եւ այս տեսախցիկի ետևում գտնող մեր ժամապահ Քերին։ Քերին շփտում է։ Դա նշանակում է, որ բարի է այսօր եւ մեզ կտա եթերային լիքը ժամանակ նկարելու մեր այսօրվա մուլտիպլիկացիոն հերոսին։ Դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե ջինջոցը, սպիտակ թղթիկը, կախարդական սև մատիտը պատրաստ պահեք, ես չգիտեմ, թե այսօր ինչ ենք նկարելու, բայց պատրաստ պահեք, ինչու չգիտեմ, որովհետև ձեր նամակներում չգտա առաջադրանք, դուք միայն ուղարկում եք ձեր նկարները, ձեր նամակները, լավ եք անում, եթե լավ առաջադրանք ուղարկեք Քերի Մուլտիկնիկին, Քերին խոստանում է, որ հենց այդ հերոսին էր անպայման կնկարի, եթե նույնիսկ դժվար է, բայց այս դեպքում մեզ ով է օգնության գալիս, որպեսզի առաջադրանք տա Քերուն, մի զվարճալի առաջադրանք, դե նկարենք մի հերոս, որ հատուկ ձեզ համար, սովորեք, նկարեք, ուղարկեք Քերուն, լավ անասի, այսինքն այստեղ է հայտնվելու Քերի Մուլտիկնիկի օգնականը, իմ շատ սիրելի Պոնչո Սանչոն, ասենք կախարդական խոսքը նա կհայտնվի մեր տաղավարում, պատրաստ եք, միասին ենք ասում այլ բուլդա, այլ բուլդա, ողջույն Սանչո, ողջույն Քերի, իմ լավ բարեկամ, ողջույն երեխաներ, ես ձեր խոսափողը մի քիչ ուղղեմ, լավ է, Սանչո, դե արդեն գիտես, եթե հայտնվում ես Քերի Մուլտիկնիկի տաղավարում, ուրեմն մենք քո օգնության կարիք ունենք, այո, ես ուզում եմ իմանալ, ինչ խորհուրդ կտաս, կամ ինչ առաջադրանք, որպեսզի այսօր մի հետաքրքիր մուլտիպլիկացիոն հերոս նկարենք, ահա, որ համ քեզ շատ դուր գա, համ էլ մեր փոքրիկ հերոստադիտողներին, գիտես Քերի, ես արդեն մտածել եմ, ասա, ես ուզում եմ, որ մենք նկարենք մուկիկ, ինչ մուկիկ, վարդագույն մուկիկ, վարդագույն մուկիկ, այո, դա որտեղ ես տեսել, դա իմ պատկերացումների մեջ է Քերի, ես միշտ երազել եմ այդպիսի ընկեր ունենալ, վարդագույն մուկիկ, այո, լավ սիրելի փոքրիկներ, մենք մի հետաքրքիր, ժպտերես, բարի վարդագույն մուկիկ կնկարենք, հետո հաղորդումից հետո ես նրան կկենդանացնեմ եւ կնվիրեմ Պոնչո Սանչոին։ Պատրաստ եք իմ փոքրիկ բարեկամներ, շատ սիրուն մկնիկ ենք նկարելու, սկզբից բարակ սև մատիտով կնկարենք, հետո նոր կընդգծենք մուկ սև մատիտով, հա, ինչ կասես։ Այո, Քերի, կարող ենք մի փոքր թմբլիկ անել մեր մուկիկի։ Շատ չէ, մի փոքր, այո, բույն մկնիկի պես։ Դե մի փոքր կանենք, հետո երբ որ կենթանացնեմ տամ քեզ, ես գիտեմ մի ամիս հետո քո ուզած մկնիկը կդառնա։ Այո։ Ապրես դու։ Դե պատրաստ։ Ինչ ենք անում։ Սկզբից նկարելու ենք բարակ սև մատիտով մեր մկնիկի գլուխը։ Դուք սովորական մատիտով եք նկարում, անպայման ռետինե ջնջոց օգտագործեք։ Տեսեք, այստեղ գլուխն է մկնիկի նկարելու, այսպիսի մի պատկեր, ուշադրություն։ Սա այդն ու գլուխն է։ Հայելու նման կրկնում ենք աչակողմյա մասում, հայելու նման։ Ես մի քիչ կողից եմ նկարում, կարող է մի քիչ ծուր ստացվի, բայց ոչինչ։ Այստեղից հայելու նման կրկնում ենք։ Ոնց որ ստացվեց։ Այստեղ ու այստեղ բաց թողված են։ Վերևի մասում մազի թելիկներ եմ ավելացնելու զիգզագաձև։ Հետո ականջներն եմ նկարելու այստեղից։ Լոշտակ ականջներ մուկիկի։ 1 2 Ականջներին խորություն եմ տալու Սանչո։ Այսպես։ Այստեղ գծիկներ 1 2 3 1 2 3 Սա քո վարդագույն մուկիկի գլուխն է։ Հիմա նրան կերպար պետք է տանք։ Պետք է տանք աչքեր, այո, քիթիկ, ժպտացող բերանիկ եւ դիմային 2 ատամ։ Որտեղ կրծողների դասին է պատկանում։ Տեսեք, այս մասում, կենտրոնական մասում այսպիսի մի քիթիկ եմ նկարում։ Լավ է։ այո, Հիմա դունչիկն եմ նկարելու ժպտացող այստեղից ձախ եւ աչք կորիկներով։ 1 Հայելու նման կրկնում ենք 2 Ժպիտը փակագծում ենք այստեղ։ Հոպ, հոպ, հիմա ժպտացող բերանիկը, ներքևի հատվածը ուշադրություն, հոպ, ատամները Սանչո, դիմային 2 ատամները, լեզուն, որպեսզի լավ երևա, բերանի խորոչը կամ մուկ շագանակագույն կներկենք, կամ սևով, միանգամից սևով ներկենք, այդ դու կտեսնես լեզուն ու ատամները ինչ լավ են երևում այս դեպքում։
Երևաց։ Ներքևի շարթունքը ընդգծեցի, հիմա աչքերն եմ նկարելու։ Գեղեցիկ, շփտերես աչքեր։ Տեսեք, քիթիկի աչ եւ ձախ հատվածներում այսպիսի մի կորիկներ կանեմ։ Հետո կիսակլորիկ, այսպես ուշադրություն։ 1 2 Ստացվեց։ Ահա։ Հիմա այսպես կիսալուսնաձև պատկեր եմ նկարելու աչակողմյան եւ ձախակողմյան հատվածներում։ Տեսեք, ասա։ Առաջարկում եմ կապույտ աչքեր մենա։ Մեր մուտքի։ Լավ, մուկ կապույտ կներքենք։ Այո։ Տես ինչ կանենք, եթե դե կապույտ, ուրեմն այսպես։ Երկու հատ մեծ կլորիկ կթողնենք այստեղ 1, մի հատ էլ փոքրիկ 2։ Եվս երկուս այստեղ 1 2։ Սա աչքերը ունքերն էլ նկարեմ։ Այսպես։ Շատ լավ է։ Կետիկներ դունչի վրա 1 2 3 1 2 3 եւ բեխիկներ այս մասից 1 2 3 1 2 3 Մարմինն ենք նկարելու։ Այսպես թաթիկներով։ Դե եկեք ուսերն ու թաթիկները նկարենք, հետո անցնենք մարմնին, մի փոքր չաղլիկ մարմին։ Ինչ ենք անում, սիրելի փոքրիկներ, այստեղից թաթիկներն եմ նկարում։ Կախ թաթիկներ։ 1 2 1 2 Տեսա՞ր։ Այդպես։ Հիմա ձեռքը կշարունակի միջև այստեղ։ Հետո գծիկներ 2 1 2 Հիմա մարմինն եմ նկարելու քու հենց քո ուզած փորիկով։ Հոպ։ Լավ է։ Շատ։ Հիմա թաթիկներ, ոտքի թաթիկները 1 Այսպես, կլորիկ էստեղի 2 Նայ, ոտքերը չեմ շարունակում։ Սկզբից այս մասում կոր փորիկ կտամ, նոր արդեն ոտիկները կնկարեմ։ Հասկանալի է։ Մատիկները, փորիկը այսպես կառանձնացնեմ գծիկով։ Մինչև կրծքավանդակ։ Եվ պոչիկ կտանք այս մասից։ Դնալով բարակում է պոչիկը։ Նույնիսկ կարող են շերտիկների բաժանել։ Լավ, կարծես թե ստացվեց։ Պետք է մեր հերոսին ընդգծել, որպեսզի ավելի լավ երևա։ Այո։ Վերևից եմ սկսում, Սանչո։ Մուկ մատիտով այսպես հերոսին ընդգծում եմ։ Իսկ մինչ այդ ես կուզեմ հիշեցնել մեզ շատ սիրելի երեխաներին, որ դեկտեմբերի 24-ից 30-ը ուղիղ ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին Վանաձորի տեխնիկային թատրոնում տեղի կունենա կախարդական վրձինը ամանորյա երաժշտական ներկայացումը։ Սիրով հրավիրում ենք։ Ապրես, իսկ տոմսերի համար կարող եք զանգարել 033 04 12 44 հեռախոսահամարով։ Ապրես, Սանչո, որ հիշեցիք։ Այսպես ուրեմն մենք շարունակում ենք ընդգծելը, երբ որ ընդգծում ենք սիրելի փոքրիկներ, ձեր հերոսը ավելի գեղեցիկ է ստացվում, ավելի լավ է երևում եւ ավելի հասկանալի։ Պոչիկներ ընդգծենք եւ սկսենք արդեն ներկել վարդագույն մկնիկին։ Իսկ կարող եմ մտքով ես ներկել նրան։ Սանչո։ Ճիշտ ասած, երազումս եմ տեսել։ Մենք այսպես փողոցով երկուսով քայլում էինք։ Դու մկնիկը։ Այո։ Ապրես դու։ Եկեք ոտքերի տակից ստվերն էլ անենք, այսպես։ Եվ վերջ, հիմա պետք է ներկել։ Նախ եւ առաջ Սանչո կխնդրեմ, քանի որ ասացիր աչքերը կապույտ լինի, մուկ կապույտ, մատիտը ինձ փոխանցիր։ Ապրես դու։ Այսպես։ Շատ զգուշությամբ, տեսեք, այս սպիտակ շերտիկները կողքի չենք ներկում, միայն զգուշությամբ ներկում ենք կլորիկը, փոքր կլորիկներն էլ չենք ներկի, մի հատ ես ներկեմ դուք նայեք, որպեսզի հասկանաք ինչի մասին է խոսքը, այսպես։ Հիմա ուշադիր նայեք, կապույտով ներկեցի, սպիտակ փայլիկներ թողեցի, հետաքրքիր ստացվեց, մյուսն էլ ենք ներկում։ Շատ գեղեցիկ է ստացվում։ Այո, խնդրում եմ ինձ տուր կարմիր մատիտը և քո ընտրած վարդագույն մատիտը։ Խնդրեմ։ Ուզում եմ քիթիկը կարմիր ներկել, չգիտես ինչու։ Քերի։ Դարարադամ։
Այսպես կարմիր եմ ներկելու, բայց աչակողմյան հատվածում փայլիկել եմ թողնելու սիրելի փոքրիկ բարեկամներ։ Լեզուն եմ կարմիր ներկելու։ Ուզում եմ կոպերը ընդգծել կարմիր մատիտով, հետո նոր վարդագույն ներկել։ Շատ ապրես որ համաձայնում ես։ Այսպես, այսպես, այսպես եւ այսպես։ Նույնիսկ քանի որ կարմիր մատիտը մեր ձեռքում է, ականջների ծալքն էլ կարմիր կանեմ։ Այսպես։ Շատ լավ է։ Էլ ուրիշ բան չունենք անելու։ Ոչ։ Տեսեք։ Կարմիր մատիտը մի կողմ ենք դնում։ Վերցնում ենք վարդագույն մատիտը եւ մեր մկնիկին, այս դեպքում արդեն ոչ մեր, Սանչոյի մկնիկին ներկում ենք վարդագույն։ Ես կփորձեմ ձախակողմյա հատվածը ավելի մուգ ներկել։ Լույսուս տվել ստանալու համար, աչակողմյա հատվածը ավելի թույլ երանգով։ Ականջն էլ այդպես կանեմ, շերտիկը ամբողջովին կներկենք վարդագույն մուգ։ Այդպես կընդգծեմ աչքերը։ Տեսեք, դունչիկի այս ներքևի հատվածը վարդագույն կանեմ, որպեսզի սպիտակ ատամները առանձնանա։ Հասկանալի է, չէ՞։ Այստեղ նաև թշիկը շուրթերը վարդագույն կանենք, մազի թելիկները, այսպես, սպիտակ երանգներ էլ կթողնենք։ Այ հիմա կարող ենք արդեն ձախակողմյան հատվածը ամբողջովին մուգ ներկել, աչակողմյան հատվածը մի փոքր թույլ երանգով։ Տեսեք, հիմա մուգ ներկեցի ձախակողմյան հատվածը, աչակողմյան հատվածը թույլ երանգ եմ տալիս վարդագույն մատիտին։ Տեսակ։ Ավելի գեղեցիկ է ստացվում այսպես։ Անցնում ենք մարմնին, նույն ձևով ձախակողմյա եւ ներքևի հատվածը մուգ ենք ներկելու։ Այսպես։ Այսպես։ Նույնիսկ փորիկի այս հատվածը այստեղ էլ կարելի է։ Այսպես ու այսպես։ Մուգ մասերը մուգ ներկեցինք, սպիտակ թողված հատվածները արդեն թույլ երանգով ենք ներկելու սիրելի փոքրիկներ, այսպես։ Սպիտակն էլ իբրև փայլ է, հասկացաք։ Բայց ես ուզում եմ մի փոքր էլ դեղին ավելացնել, ինչ կարծիքի ես։ Շանչո միտք է։ Փորիկը դեղին լինի, ասում եմ, հա։ Ականջների խորքը դեղին լինի։ Եվ պոչիկը։ Եվ պոչիկը դեղին լինի, ապրես դու։ Դե տուր դեղին մատիտը։ Ապրի Սանչոն։ Հիմա ականջների խորքերից կսկսենք։ Դեղին, այսպես, դեղին, փորիկը դեղին, եթե նկատում եք ձախակողմյա հատվածը ավելի մուգ դեղին եմ անում։ Եվ պոչիկը դեղին, ինչպես ասաց մեր Սանչոն։ Թող է սա լինի մուլտիպլիկացիոն, մկնիկ։ Փայլեր, 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 աչակողմյա հատվածում։ Այսպես, 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 ու վերջ։ Մկնիկը ավարտեցինք, Սանչո։ Ժամանակը նայենք։ 4 րոպե դեռ ունենք։ Այսինքն մեզ կանաչ մատիտը օգնության կգա, բայց եւ մուգ կանաչ մատիտները։ Իսկ դու ինչպես ես անվանելու նրան։ Անուն որոշել ես։ Երևի Կարլոս։ Ինչ։ Կարլոս։ Ինչու Կարլոս։ Դե մի քիչ մեքսիկական մուկիկ է։ Կարլոս մուկիկը։ Լավ։ Վարդագույն Կարլոս մուկիկը, հա։ Այո։ Լավ։ Հիմա ես մարգագետինը, Սանչո, կանաչ եմ ներկում։ Դե փոքրիկները կարող են բնության գրկում նկարել մեր հերոսին, կարող են տնակում նկարել։ Ես ուղղակի այսպես սպիտակ թղթիկները ճնշում եմ, քանի որ եթերային ժամանակը մեզ քիչ է տրված, քիչ հետո պետք է հաղորդում ավարտենք։ Դրա համար ես այսպես ներկում եմ մարգագետին որպես, հետո կապույտ մատիտով էլ պատրաստի մուգ եւ բաց կապույտ մատիտները։ Երկինք կներկենք, դուք դրա փոխարեն սիրելի փոքրիկներ կարող եք նկարը շարունակել, մեր հերոսին տալ տնակ, բնություն, ինչպես կթելադրի ձեր մանկական երևակայությունը։ Օպ, ես խոտիկներ եմ նկարում, այսպես, դուք ծաղիկներ կարող եք նկարել սրա փոխարեն։ Ուղղակի նկարը մի փոքր լցնում եմ, քանի մեր եթերային ժամանակից օգտվելով, այսպես։ Հիմա կապույտ մատիտներ այստեղ են, բաց կապույտը մեզ պետք էր,
Այսպես ուրեմն բաց կապույտ մատիտը կվերցնեմ, ուղակի սպիտակ թղթիկը վերևում կճնշեմ, Սանչո, ժամանակին կնայեմ եւ շատ արագ պետք է անել։ Դա ես ամպիկներ կստեղծեմ իբր, նաեւ սպիտակ թղթիկը ճնշելով։ Տեսաք, ինչ լավ է երևում ձեր հերոսը։ Այսպես։ Շատ բարի կերպար ստացվեց, Սանչո։ Այո, այո։ Ահա, սիրելի փոքրիկներ, մեր Սանչոյի վարդագույն Կարլոս մկնիկը պատրաստ է։ Հաղորդումից հետո ես կկախարդվեմ, կենթանացնեմ եւ նվիրեմ Սանչոյին։ Իսկ մինչ հրաժեշտը մենք պետք է հիշեցնենք մեր հեքիաթային երաժշտական ներկայացման մասին։ Ուշադրություն, սիրելի փոքրիկներ, այնտեղ ասենք Սանչո։ Վանաձորի փոքրիկների համար։ Սիրելի վանաձորցիներ եւ Վանաձոր քաղաքի մերձակա բնակիչներ։ Քերի մուտիկնիկը իմ լավագույն բարեկամ Պոնչո Սանչոն, Զմեր Պապը եւ մյուս հեքիաթային հերոսները բոլորիդ հրավիրում են դեկտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի տեխնիկային թատրոն։ Ժամը 12-ին, 14-ին եւ 16-ին։ Դիտելու կախարդական վրձինը, Այնտեղ։ դիտելու կախարդական վրձինը, ամանորյա, հեքիաթային, երաժշտական ներկայացումը։ Այո, տոմսերի համար սիրելի բարեկամներ, սիրելի մեծեր, կարող եք զանգարել 033 04 12 44 հեռախոսահամարին։ Իսկ հիմա հրաժեշտի պահն է, որպեսզի մեր Սանչո Պոնչոյի մկնիկին նկարեք, արդեն կարող է նկարել եք նաև, նկարեք, ստեղծեք մի փոքրիկ պատմություն, դնեք ծրագրերի մեջ, ուղարկեք քերի մուտիկնիկին, ես անպայման խոստանում եմ, որ այդ նամակները կընթերցենք, չէ՞ Սանչո։ Այո, իհարկե։ Պետք է հիշեցնել մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրները 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի մեծեր, բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ եւ կգտնեք նկարչական վարպետաց դասեր, մուլտֆիլմեր, քերի մուլտիկնիկի կողմից պատրաստված, հեքիաթային ներկայացումներ, հեռուստա ներկայացումներ, Ծուր թատրոն ստուդիայի հետ միասին, ինչպես նաեւ արդեն կհանդիպեք մեր Պոնչո Սանչոյին։ Ժամանակը մոտեցավ ավարտին, սիրելի փոքրիկներ եւ մեծեր։ Ես եւ Սանչոն ձեզ հրաժեշտ ենք տալիս եւ ասում կախարդական խոսքը։ Որից հետո պետք է անհետանանք, հետո կգանք, կենթանացնենք նրան։ Էլի այ այս կախարդական խոսքով գնացինք։ Ալ Բուլդա։